Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Հերթական առիթ ունեցանք խոսելու, քննարկելու Թուրքիայի հետ հարաբերությունները, սգորը, ապրիլի 24-ը, Եղեռնի ցեղասպանության 110-ամյակը, տարելիցը։ Եվ այս համատեքստում նաև տարվում են դիսկուրսներ վերջին մի քանի օրվա ընթացքում առնվազն նաև Թուրքիայի հետ հարաբերությունների անհրաժեշտության մասին, հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին, ինչը իրականում իհարկե իր մեջ պարունակում է եւ հնարավորություններ եւ հավելյալ ռիսկեր եւ մարտահրավերներ։ Այս բավականին կարևոր թեմայի շուրջ մենք այսօր խոսելու ենք սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար, տնտեսագետ, վերլուծաբան Գագիկ Մակարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Պարոն Մակարյան, մենք ձեզ հետ արդեն հնարավորություն ունեցել ենք այս թեմայի շուրջ խոսել, բայց թեման, որքանով ես հասկանում եմ, շարունակական արդիականացում է ստանում։ Մենք շարունակում ենք քննարկել այդ կարևոր խնդիրը եւ ընդհանրապես հայ-թուրքական սահմանը, սա պետք է հստակեցնել, բացելով մենք ինչ ենք հասկանում, մարգարայի անցակետը, որովհետեւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ սահմանը բացվելու է եւ դա բերելու է էքսպանսիայի, տնտեսական, չգիտեմ, ռազմաքաղաքական, մի հատ սա հստակեցնենք ու շարունակենք։ Իհարկե, շատ լավ հարց տվեցիք։ Իհարկե պետք չի հասկանալ ամբողջ սահմանների բացում եւ այդպեսի ուժեղ էքսպանսիա։ Էքսպանսիա իհարկե տեղի կունենա, ես ընթացքում կվերլուծեմ դες այդ միասին, բայց խոսքը չի գնում սահմաններ ուղղակի բացելու մասին։ Երբ որ պետությունները միջև ասում են սահմանները բացել, նկատում են առևտրային հնարավորությունների համար, որտեղ դրանք արվում են մաքսակետերի օգնությամբ, մաքսակետերի հսկողությամբ եւ սահմանները բացում են նրա համար, որ եւ տարանցիկ բեռներ, տարանցիկ քաղաքացիներ, տարանցիկ տրանսպորտային միջոցներ օգտվեն եւ նաեւ ուղիղ առևտուր եթե լինի, ասենք թե Թուրքիա, Հայաստան հարաբերակցության շրջանակներում, ապա նաև այդ առևտուրը տեղի ունենա։ Այսօր մենք երրորդ երկրների միջոցով ենք մեր առևտուրը կատարում, բոլորը գիտեն, որ հիմնական երկիրը Վրաստանն է։ Ինչ թիվ է մոտավորապես տարեկան։ 336 միլիոն դոլար մենք ներմուծում ենք։ Անցյալ տարի մենք արտահանել ենք 6.3 միլիոն դոլարի ապրանք, այս տարի նախանցյալ տարի 23 թվին, 24 թվին դառել է դա մոտավորապես 400,000 դոլար, այսինքն նվազել է։ Այսինքն միակողմանի առևտուր է կարելի ասել։ Բացասական սալդոն, նույնիսկ սալդոյի մասին չի կարելի սալդոն համարեն 335 միլիոն դոլար է, ինքը 36 է, մի քիչ հանած։ Այսինքն Թուրքիան նորից վերականգնեց այն առևտրային դիրքերը, որ մենք ունենք տասնամյակներ առաջ։ Այն շրջանում, երբ որ Հայաստանի էկոնոմիկան դեռ շատ հզոր չէր, մեր առևտուրը միշտ Թուրքիայի հետ եղել է առաջին հնգյակի մեջ։ 5 երկրներ, որոնք գերիշխող էին, այդ առումով դրանցից մեկը Թուրքիան էր։ Եվ դա կազմում էր 200, 250, 270, մինչև 300 միլիոն դոլար։ Հիմա մենք ավելին ենք անցել, դառել ենք 336 միլիոն դոլար։ Բայց շատ է խոսվում Թուրքիայի մասին, ընդ որում կան նաև բացասական կարծիքներ, որ Թուրքիան ինչ երկիր է, որ նա փլուզվում է, այնտեղ ազգային լիրան արժեզրկվում է, թանկացումներ են, Թուրքիան ուրեմն նստած է այսպես վարուդի տակառի վրա, այսպես ասած, պայթյունավտանգ վիճակներ եւ այլն, ինչ վտանգ ունամես կարող է ներկայացնել իր էկոնոմիկայով, բայց իրականում դա այդքան էլ այդպես չի։ Դա իդեպ արտահանումն է, չէ՞ խթանում Թուրքիայից։ Այո, իհարկե։ Հիմա տեսեք, Թուրքիան ունի 640 միլիարդ դոլար արտաքին առևտուր, որից 270 միլիարդը արտահանում է, 370 միլիարդը ներմուծում է։ Հիմա իր արտահանման առաջին գործընկերը Եվրոպական միությունն է, 170 միլիարդ դոլար արտաքին առևտուր, որից 99 միլիարդը արտահանում է դեպի Եվրոպա, 77 միլիարդը ներմուծում է Եվրոպայից։ Հիմա Թուրքիայի համար դա շատ մեծ թիվ է, որովհետև իր 640-ի մեջ 170-ը կազմում է համարյա 1/4-ը։ Թվում է, թե Թուրքիան պետք է դա հասկանալով ավելի իրեն համեզ պահեր Եվրոպական միության հետ իր հարաբերություններում, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չի։ Երբ որ պետք է լինում Եվրոպայի վրա հոխորտալ եւ այլն, նա միշտ դա կատարում է։ Չնայած
Եվրոպայի արտաքին առևտուրը կազմում է մոտավորապես 8 տրիլիոն դոլար եւ որի մեջ այդ 170 միլիարդ դոլարը կազմում է ընդամենը մոտավորապես 2%։ Այսինքն մենք գործ ունենք մի տարբերակի հետ, որ Թուրքիան չնայած Եվրոմիության համար 2%-ն է կազմում արտաքին առևտրի համար, իր համար 25%-ն է, բայց իրեն դա թույլ է տալիս, որ միշտ ինքը Եվրոպայի հետ խոսի այդ տոնայնությամբ։ Նույն բանը Ադրբեջանն է անում։ Այո։ Հիմա երկրորդը արտաքին առևտրով երկրորդ տեղում գտնվում են Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքիայի համար։ Երկուսն էլ 55 միլիարդ դոլարի սահմաններում են արտաքին առևտրով։ Ընդ որում Ռուսաստանից ինքը 45 միլիարդի ներմուծում է զինամթերք, գազ, նավթ։ Թուրքիան իր էներգակիրների 77%-ը ներմուծում է Ռուսաստանից։ Բայց տեսեք, էլի Ռուսաստանին, երբ որ պետք է լինում մատերի վրա պտտացնել եւ այլ բաներ կատարել, էլի իրեն ինքը չի խորշում դա անել։ Բայց Թուրքիան հասկանալով այդ կախվածությունը, հետարքի ճանապարհ է բռնել, որ շատ արագ զարգացնում է այլընտրանքային էներգիայի աղբյուրները, քամու եւ արևային էներգետիկա, եւ մտադիր է 2030 թվականին իր արտադրվող էներգիայի 50%-ը արդեն ունենալ կանաչ էներգիայի տեսքով։ Այսինքն նա գծգտում է մոտավորապես 5 տարի հետո հասնել այդ ցուցանիշին եւ իր կախվածությունը Ռուսաստանից էներգակիրների առումով նվազեցնել։ Հաջորդ կարևոր խնդիրը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք որ այդքան մտերիմ են Թուրքիայի հետ, որոշ դեպքերում գրավում են արտաքին առևտրով արդեն 4-րդ տեղը, մոտավորապես 26 միլիարդ։ Հիմա Թուրքիան որպես պետություն մեկ շնչին ընկնող հնայով մեզանից մոտավորապես 2 անգամ բարձր է։ 16000 դոլարը գերազանցում է մեկ շնչին ընկնող հնան։ Հայաստանինը մոտավորապես 8.5-8 միլիարդ $1000 դոլարի սահմաններում է։ Նրանցը 16000 դոլար։ Բայց եւս հետաքրքիր թվեր բերեն, որոնք շատ կարեւոր են։ Սահմանի բացման դեպքում մենք միշտ խոսում ենք զուտ առևտրի ռիսկերի մասին, բայց դե ուրիշ ռիսկեր կան։ Տեսեք ինչն է։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է առանց հարկերը հանած, կազմում է 78000 դրամ։ Այսօրվա կուրսով $200։ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը $460 է, որը կազմում է 170000 դրամ։ Այսինքն 100,000 դրամով մոտավորապես ավելի բարձր է նրա նվազագույն աշխատավարձը։ Թուրքիայի միջին աշխատավարձը $770 է, բայց ինչն է հետաքրքիրը, որ բացի այն, որ ֆինանսական ոլորտում, տեխնոլոգիական ոլորտում այդ աշխատավարձները բարձր են հասնում են $2000, զուտ արդյունաբերության մեջ միջին աշխատավարձը կազմում է $1000։ Հայաստանում արդյունաբերության արտադրությունների մեջ միջին աշխատավարձը կազմում է 200-250,000 դրամ, այսինքն մոտավորապես $600 շուրջը։ Ռիսկ կա, որ մեր աշխատուժը կարող է արտագաղթել դեպի Թուրքիա արդեն նույնպես։ Եթե $1000-ի այդ աշխատուժի պակաս կա։ Այո։ Թուրքիայում տեսեք, երիտասարդները, որոնք ավելի լավ կրթություն, ավելի մեծ աշխատավարձ են ակնկալում դեպի Եվրոպային մեկնում, այնտեղ էլ կա աշխատուժի դեֆիցիտ եւ հատկապես երիտասարդները հեռանում են դեպի եվրոպական միության երկրներ, որտեղ այնտեղ ավելի բարձր աշխատավարձ է, բայց Հայաստանի համար Թուրքիան կարող լինել հարմար երկիր, որտեղ 600-ի փոխարեն $1000 կստանա արտադրության աշխատող, ասենք թե։ Նման օրինակ ռիսկ կա։ Բացի այդ, Թուրքիայում գործազրկությունը 8.4% է, Հայաստանում 12% է, աղքատությունը Թուրքիայում 13.6% է, Հայաստանում 24% է, այսինքն եւ սոցիալական եւ տնտեսական տեսանկյուններից մենք տեսնում ենք, որ Թուրքիան բավականին լավ դիրքերում է գտնվում։ Ճիշտ է, այնտեղ գնաճը կազմել է վերջի շրջանում 60%, այնտեղ ինֆլյացիան բավականին բարձր է, բայց նաեւ Թուրքիան հաշվի առնենք, որ ունի հետևյալ ցուցանիշները նաև 23 թվականը Թուրքիան պետք է ավարտեր հնան 1.1 տրիլիոն դոլարով, բայց ավարտեց 1 տրիլիոն 250 միլիարդ դոլարով, այսինքն մոտավորապես 150 միլիարդ ավելի շատ։ 24 թվականին եղել է 1.3 տրիլիոն Թուրքիայի հնան։ Թուրքիան պլանավորում ունի, որ 2030 թվականին իր հնան պետք է հասցնի մինչև 3 տրիլիոնի։ Չգիտեմ թե որքանով է դա հնարավոր, այս 5 տարում այդ կրկնապատկելը մի բան լավել, բայց եթե պատկերացնենք, որ դա տեղի ունենա, ապա Թուրքիան կարող է 30 թվականին լինել 3 տրիլիոնի կարգի։
Ռուսաստանը համեմատության համար 2.1 տրիլիոն է եւ երբեք Ռուսաստանը 30 թվին չի դառնա 3 տրիլիոն։ Ֆրանսիան այսօր 3 տրիլիոնի շուրջն է Ֆրանսիայի այսօրվա հնան, այսինքն Թուրքիան 5 տարի հետո կարող է դառնալ Ֆրանսիայի չափ հնան ունեցող երկրի։ Եվ հետեւաբար նրա հզորությունները քանի գնում աճում են, նրա նորարարական տեխնոլոգիաները զարգանում են, ոչ միայն այդպեսին, ընդ որում նաև ասենք, որ ճյուղերով է Թուրքիան այդ հաջողությունները ձեռք բերել։ Առաջինը ավտոմոբիլային արդյունաբերությունը, որ շատ հզոր է, Թուրքիան աշխարհում 13-րդ պետությունն է որպես ավտոմեքենա արտադրող։ Երկրորդը դա մեքենաշինության ոլորտն է, արդեն շատ տարբեր էլեկտրատեխնիկական սարք է, էլեկտրոնիկա եւ այլն, գյուղատնտեսությունը, ուրեմն տեսեք ելի հետաքրքիր ցուցանիշներ, Թուրքիան արտահանում է աշխարհի հաճարի պահանջարկի 70%-ը։ Հայաստանը կարող է նույնպես հաճարը աճեցնել եւ հաճարենիով, ասենք թե լինել մրցակից կամ արտահանող երկիր, բայց մեր գյուղատնտեսական ծրագրերը չգիտես ինչու այդ թեմայով չեն առնչվում։ Թուրքիան աշխարհում առաջին ծիրան արտահանողն է։ Եվ նաև դիտապտու, խաղող եւ այլ մթերքներով եւ այլն։ Մեր հերոստատիտողները ձեզ հետ կվիճ են։ Իրանի մասով։ Եվ տեսեք, երբ որ մենք խոսում ենք թե մենք ինչ ենք բերում Թուրքիայից, այդ 336 միլիոն դոլարը, մենք բերում ենք մոտավորապես 60 միլիոնի հագուստ, կոստյումներ, կանացի հագուստներ, ժակետներ, ինչ որ ներքին հագուստներ եւ այլն։ 60 միլիոն դոլարը կարող է ներքին արտադրվել։ Փոխանցվել այդ արտադրությունը տեղական արտադրությունը, բայց մենք 60 միլիոն դոլարի չափ ներմուծում ենք միայն տեքստիլ, հագուստ եւ կտորեղեն։ Մենք ներմուծում ենք նաեւ վառելիք, հացահատիկ եւ այլ արդեն բաներ, այդ թվում նաեւ ալյումինի պրոֆիլներ, եվրո դուսամու դուր արտադրելու համար եւ այլ բաների, ինչպես նաեւ գյուղմթերքներ եւ այլն։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք սահմանը բացելու մասին, ես ուզում եմ ասել, որ վտանգները կարճաժամկետ հատվածում ուժեղ են լինելու, որտեղ Թուրքիան, եթե կարճաժամկետ հատվածում կարողանա լուրջ էքսպանսիայի ենթարկել, այսինքն այդ նույն ապրանքները, որոնք վերվում են երրորդ երկրով, ավելի էժան կթափանցեն, եթե ուղիղ ճանապարհով գան եւ ավելի մեր արտադրությունները կխեղդեն եւ գյուղատնտեսությունը կթուլացնեն, կարող են ավելի շատ։ Երկրորդ վտանգը, որ ինչպես արդեն Թուրքիան այդ փորձ ունի այլ երկրների օրինակով, նա կարող է գնել անշարժ գույք, Հայաստանում շատ կան լքված գործարաններ խորհրդային ժամանակների կամ հին արտադրություններ, որոնք որ էժան գներով կարող են վաճառվել։ Թուրքիան կարող է մրցել հյուրանոցային բիզնեսի եւ ֆինանսական բիզնեսի մեջ, բանկեր եւ այլ ուրեմն ծառայություններ։ Տուրիզմի առումով հնարավոր է, որ մենք դեպի դուրս գնանք, Թուրքիայից էլ իհարկե կգան, բայց ելի մի կարևոր հանգամանք նշեմ, որ Թուրքիան վերջի տարիներին առանձնապես զարգացնում է կուրորտային տուրիզմը, հանքային ջրերով եւ կուրորտային ֆիզիոթերապևտական բուժումներով եւ այլ կուրորտային տուրիզմը, որը որ Հայաստանը ցավոք սրտի նվազեցրեց, ջերմուկի տարածքները, որ գրավեցին կամ այդ դիրքերը, որ կարողանում են վերահսկել ադրբեջանցիները, աշճանաբար այդ տարածաշրջանում նվազեցին դրանք։ Եվ հաջորդ, որ երկարաժամկետ հատվածում կարող է Հայաստանը շահել, հատկապես օրինակ առևտրի մեջ կարող է ներդրումներ կարող են առաջանալ, ընդ որում ստեղ շատ կարևոր է հետևենք թե ներդրումներն են եվրոպական, թե թուրքական ներդրումները կնեն, տրանզիտային բեռների եւ այլն։ Դրա համար ես ձեր տաղավարը ուզում եմ առաջարկել, որ քանի որ այսքան շատ ռիսկեր ու շատ խնդիրներ կան, որոնք դեռ կանոնակարգված ու լիարժեք գնահատված չեն, Թուրքիայի հետ սահմանները բացելու դեպքում, օրինակ առաջին քայլը կարելի է մտածել միայն տրանզիտային բեռների մասին։ Տրանզիտային բեռներով օրինակ հետաքրքիր առաջարկ է տեսնել թե Թուրքիան ինչ է բերում ուր է տանելու, այլ երկրները ինչ կարող է բերեն Հայաստանով տանեն Թուրքիա եւ Եվրոպա, այդ տրանզիտային բեռներից ստանալ օգուտներ, բայց նաեւ գնահատել այդ ծավալները, լոգիստիկաները եւ վարդությունները եւ տրանսպորտային խնդիրները եւ վարորդները, մեքենաները, քանի որ Հայաստանի տարածքով պիտի անցնեն, նաեւ որոշակի այդ մշակույթը, ինչ հարաբերություններ են լինելու, ինչպեսի պահվածք է լինելու։ Հետո նոր մենք անցնենք առևտրի։ Ընդ որում առևտրի դեպքում ես առաջարկում եմ Հայաստանը սիմետրիկ պայմանագրերով աշխատի Թուրքիայի հետ, այլ ոչ թե այսպես բացենք ուղակի բոլոր ապրանքների համար ու վերջ, չունենալով հակադրություններ կամ չունենալով մեր նախընտրելի ցուցակները։ Հիմա սրանք էլ ուրեմն դրական կողմերն են որոշակի ռիսկերի հետ։
Թուրքիան բոլոր դեպքերում ինքն էլ ունի իր համար վտանգներ, դա իր էներգետիկ կախվածությունն է որոշակի, իր արժութից կախվածությունն է եւ տարածաշրջանի վերադասավորումները, որոնք որ կարող են լինել, բայց ասեմ ձեզ, որ Թուրքիայի քաղաքականությունը եւ դիվանագիտությունը շատ էականորեն լրացնում է այն տնտեսական բացերը կամ թույլ տեղերը, որոնք որ առկա են։ Օրինակ ես բերեցի Եվրոպայի դեպքը։ Տեսեք, Եվրոպան ինչ է հայտարարում, ասում է դուք մեզ եք պետք, մենք էլ ձեզ ենք պետք։ Չէ՞, Թուրքիային են ասում։ Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից, Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին պետությունը, որը քաշ է ձեռք բերում։ Մեր ցեղասպանության վերաբերյալ Եվրոմիության պատվիրակությունը տեղադրել էր նյութ ցեղասպանության բառով, իսկ հետո հանել էր, ճիշտ է, մի որոշ ժամանակ հետո։ Դա ցույց է տալիս, որ իրենք հարաբերությունները զգուշորեն են ուզում պահպանել եւ հետեւաբար Հայաստանի զոհաբերեցին այստեղ ցեղասպանություն բառը հանելով, որպեսզի թուրքերին կարողանան հաճոյանալ կամ իրենց հարաբերությունները պահել, չիմանալով դեռ ինչ է լինելու։ Այնպես որ շատ բաներ կարող են նաեւ տեղի ունենալ ԱՄՆ-ի դիրքադրումներից, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ավարտով եւ այլն եւ այլն։ Տարածաշրջանում ով է լինելու հիմնական ոնց որ ասած համակարգող երկիրը Ռուսաստանը թե Թուրքիան եւ այլն այստեղ շատ կարեւոր են։ Համենայնիվս Թուրքիայի գործարանները եւ արդյունաբերությունը հնայում ունի շատ մեծ դերակատարություն։ Ճիշտ է, իրենց հնայի մոտավորապես 50%-ը բաժին են գնում ծառայություններին եւ առողջապահական туриզմին, բայց մնացած մասերով արտադրությունը մոտ ունի 25%-ի դերակատարություն։ Հայաստանում մեր արտադրությունները այդպիսի դերակատարություն հնայի մեջ չունեն։ Հետևաբար մեր արտադրությունները ավելի խեղճ են, ավելի ոչ մոդեռն են եւ ավելի ռիսկային են այդ առումով։ Պարոն Ակարյան, եթե սահմանը բացվում է, մարգարայի անցակետը բացվում է, առևտրաշրջանառությունը մոտավորապես ինչ ծավալի մասին կարող ենք խոսել, ակնկալիքները որոնք են, ինչքան է աճելու։ Իմ կարծիքով մի կես տարում, մի տարում մինչև 500 միլիոն սկզբի համար, 500 միլիոն դոլար, իսկ հետո արդեն դա կթելադրի նաև Հայաստանի տնտեսական վիճակը։ Այսինքն, եթե մեր տնտեսությունը կուզի սպառել թուրքական այնպիսի ապրանքներ կամ բաղադրիչներ, որոնք մեր արդյունաբերությանն են պետք կամ ծառայություններին, այդ թիվը կաճի։ Իսկ եթե ոչ, կարող է այդտեղ հագեցում տեղ ունենալ, բայց Թուրքիայի դեպքում միշտ վտանգային է, որ այստեղ շուկայական կանոնները ոչ միշտ են աշխատում։ Թուրքիան հորդորում է, Թուրքիան կարող է ստիպել, Թուրքիան կօգնի իր բիզնեսներին ներխուժել, Թուրքիան քաղաքականությունն է սա ավելի։ Այո, Թուրքիան կհորդորի, որ իր բանկերը կամ իր տարբեր ասոցիացիաները դերակատարություն ունենան, գույք առնեն եւ այլն, շինարարությունների մեջ մտնել, մրցույթների մասնակցել։ Վերջին հաշվով եկեք հիշենք, որ Հայաստանում ճիշտ է շինանյութերով մենք ինքնաբավ ենք, բայց Թուրքիան շինանյութեր արտադրող հզոր պետություն է։ Ես մի առիթով ասել էի, Թուրքիան ցեմենտի արդյունաբերությունով աշխարհում 5-րդ առաջին հնգյակի մեջ է գտնվում։ 78 միլիոն տոննա, մոտավորապես 50-ից ավել գործարաններ, որոնք ցեմենտ են արտադրում։ Եթե ճանապարհը բացվեց, նա ցեմենտ անգամ կբերի, ոչ թե Հայաստանի ցեմենտը կառնի։ Էլ ալյումինե պրոֆիլներ, էլեկտրական լարեր, պլաստիկ իրեր, էլ ուրեմն տարբեր ապակիներ, մի խոսքով խողովակներ, ամեն ինչ որ ինքը կարող է բերել շինանյութերի ոլորտում ներկեր, որոնք որ այսօր մենք մեր շուկայում թուրքական ներկեր բավականին կան, էլեկտրական վարդակներ, կտրուկ սարքեր, շինարարական տեխնիկա։ Այսօր Հայաստանը նաև շինարարական որոշակի տեխնիկա է գնում Թուրքիայից։ Պարոն Մակարյան, իսկ այդ ամենը դեմը հնարավոր չէ առնել օրինակ մաքսերով, որոնք կպաշտպանեն մեր տնտեսությունը։ Պրոֆիլային, ասենք, տարբեր ոլորտներում։ Իհարկե, շատ ճիշտ եք ասել, ես դրա համար եմ ասում, որ Հայաստանը պետք է սիմետրիկ պայմանագրերով աշխատի եւ նաեւ իր ցուցակ ունենա նախընտրելի։ Պետք չի միանգամից ռիսկի գնալ։ Կարելի է օրինակի համար թույլ տալ այն ապրանքները, որոնք մեզ ավելի կարեւոր են, որը մեր համար մրցակցություն չի առաջացնում, դեռ մեկ այլ օգուտ է մեր տնտեսության համար, թույլ տալ դրանից գնալ, հետո կամաց հասկանալ ինչ է։ Բայց օրինակի համար կարի ոլորտում մենք կարող ենք խորտակվել, որտեղ մենք առանց այդ կախման մեջ ենք կտորով մնացած ֆուրնիտուրայով, բայց հիմա այժմ ապրանքները վերջնական մեր կարի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության վերամշակման ոլորտում մենք կարող ենք բավականին տուժել վերամշակման, որտեղ Թուրքիան նույնպես լավ եւ պանիր արտադրող է, եւ կատնամթերք արտադրող է, եւ ընդեղեն ունի, եւ ասենք թե տարբեր այլ սննդային ապրանքներ արտադրում եւ հացահատիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք կարող ենք այդ առումով
շատ էլի ուժեղ եւ բանջարեղեն մրգերի առումով շատ ուժեղ կարող են ելել գյուղատնտեսության առումով տուժել։ Թուրքիան կարող է ակտիվ մասնակցել շինարարական տենդերների Հայաստանում։ Առանց այդել մենք տեսնում ենք, որ շինարարական ընկերությունները պետական մրցույթներին այդքան էլ արդեն ուրախությամբ չեն մասնակցում, տարբեր խնդիրներից ելնելով, տարբեր բաներից ոնց որ ասած վախեցած են, զգուշավորված են։ Շինարարության ոլորտում թերակատարումը դարձել արդեն քրոնիկ հիվանդություն։ Իսկ Թուրքիան շատ հզոր է։ Ես ժամանակին փորձել եմ խոսել իրենց հետ այլ երկրներում շինարարական պրոյեկտներ, որ հայերի հետ միասին արվեն, իրենք ասում են, որ եթե հայկական շինարարական ընկերությունների շրջանառությունը $20 միլիոն պակաս է, մեզ հետաքրքիր չի։ Այսինքն իրենք ավելի հզոր ընկերություններ են, ավելի ինքնաբավ։ Մենք ունենք տենց ընկերություններ։ Ոչ։ Հասկանալի է։ Այնուամենայնիվ, պարոն Մակարյան, եթե մենք սենց անտեսանելի կշեռքի վերադնենք, հա, խնդիրները եւ մարտահրավերները եւ առավելությունները եւ հնարավորությունները սահմանի բացման կշեռքը որ կգնա։ Առաջին ժամանակահատվածում մի քանի տարիներ կլինի իօΚու Թուրքիայի։ Բայց այդ իօԿու-ը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել, որտեղ եթե իրենք բխրճվեն ֆինանսական համակարգ, անշարժ գույք եւ այլ բիզնեսների մեջ եւ նաեւ տնտեսական որոշ ճյուղեր խորտակեն, հետո մեզ համար դժվար կլինի արդեն մնացած օգուտների։ Մեր օգուտը միայն հիմնականում կլինի երկու առումով՝ տրանզիտային բեռներ եւ ներդրումներ։ Եթե սահմանները բաց են, դա կարող է նաեւ այլ երկրների հրապուրել, որ վտանգները նվազել են, ավելի հարաբերությունները ընկերական են։ Բայց դա չի նշանակում, որ մենք սահմանները չպետք է բացենք, ճիշտ եմ դες հասկանում։ Չէ, սահմանները բոլոր դեպքերում բացել պետք է, բայց ես իմ ամբողջ այս ջանքերը, որ ես տարբեր առիթներով անդադ խոսում եմ եւ կոնֆերանսներում տարբեր եւ մամուլով, այն է, որ մենք լավ գնահատենք մեր հնարավորությունները եւ ռիսկերը, կառավարենք դրանց, նախադրյալները ստեղծենք, նոր բացենք, ոչ թե բացենք, հետո գլխներից տանք, վայ, ես ինչ եղավ, կամ եկեք սա անենք, հետո վատամարդին ենք սենք ցուցակները կրճատել, դա սերուն չի լինի, ավելի լավ ամենասկզբից պատրաստված մենք խելացի ձևով սկսենք մեր հարաբերությունները։ Հասկանալի է, նաև մի փոքր խոսենք մեր առևտրի մասին, տնտեսության մասին, առաջին եռամսյակում 25-ի առևտրի շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության առևտրի շրջանառությունը կրճատվել է 54.2%-ով, եթե մենք համեմատենք անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ եւ կազմել է 4 միլիարդ 470 միլիոն դոլար։ Սա ինչ ցուցանիշ է, ինձ մոտ տպավորություն է ստեղծում, ես իհարկե մասնագետ չեմ, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, որ մեր տնտեսությունը ուղղակի վերադառնում է իր տեղը, այնտեղ որտեղից նրան փոխեց ռեէքսպորտը, այսպես կոչված։ Հիշում եք, ես մի քանի առիթով ասեմ, որ Հայաստանի իրական հնայի աճը 4.5%-ի կարգի է։ Մնացած տոկոսները դրանք հավելատոկոսներ էին, որոնք առաջացան Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտի արդյունքում վերարտահանման, վերավաճառման կամ դեր ասած այդ ընդհանուր առևտրի եւ այլն, ոսկու ադամանդի կամ այլ առևտրային տեսանկյուններից։ Հիմա շատ բաներ մենք բերում ենք վերարտահանում ենք Ռուսաստան, լվացքի մեքենաներ, փոշեցտիչներ, հեռախոսները եւ այլն, մոբիլ եւ այլն, չէ՞, ինչ որ Ռուսաստանը չի կարողանում, ասենք, ձեռք բերել սանկցիաների պատճառով։ Բայց հիմա Ռուսաստանը զուգահեռ իր արտադրություններն է զարգացրել մեկ, երկրորդ սանկցիաները կամաց արդեն սկսում են թուլանալ, կարծես թե այդ ադամանդու այդ հերոսական փուլը անցավ, այդ ադամանդու ոսկու հետ կապված այդ մեծ ծավալները նվազեցին։ Եվրոպան ինքը նաև հիմա վատ վիճակում է, ասենք թե եթե ճիշտ է, մեր առևտուրը Եվրոպայի հետ այդքան շատ չէր, բայց բոլոր դեպքերում ավելի նվազող նաև տենդենս ունի, որտեղ Եվրոպան հիմա հազիվ իր խնդիրները պետք է պարտքի, կախված Ուկրաինային շարունակելով օգնել կամ իր մոտ թանկացումներ կամ հոնքի պակասություն եւ այլն։ Եվ ասեմ ձեզ նաև, որ արաբական աշխարհում էլ ընդհանուր մեր առևտուրը նվազել է, նույն այդ ոսկին Էմիրատներ կամ այլ բաներ, բայց դրանք արդեն նվազել են։ Հիմա Չինաստանը շատ հզոր իր տնտեսությունը շարունակում է զարգանալ։ Ասեմ ձեզ, որ եթե ԱՄՆ-ի հնան մոտարապես 27 տրիլիոն դոլարի սահմաններում է, Չինաստանը 20 տրիլիոն է, բայց մի հատ շատ հետաքրքիր ցուցանիշ կա, որը որ նաև արդարացնում է Տրամփի քայլերը։ Չինաստանի արտաքին առևտուրը կազմում է 6.2 տրիլիոն դոլար, որից
մոտավորապես 3.4-ը արտահանումն է։ 800 միլիարդով Չինաստանի արտահանումը գերազանցում է իր ներմուծմանը, այսինքն ինքը ավելցուկ ունի։ Դա ցույց է եւ ինչ է արտահանում, հիմնականում էլեկտրոնիկա, էլեկտրական ավտոմեքենաներ եւ կանաչ տեխնոլոգիաներ եւ կանաչ տեխնոլոգիայով արտադրված ապրանքներ։ Ամերիկայի արտաքին առևտուրը 5.1 տրիլիոն է, մոտավորապես 1 տրիլիոնով պակաս է եւ դեֆիցիտը մոտավորապես 1.1 միլիարդ է։ Ամերիկան ավելի քիչ է արտահանում, քան ներմուծում է։ Դրա համար Տրամպը ձգտում է նաև իր մոտ տեղական արտադրությունները զարգացնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն Չինաստանի արդեն արտահանման էքսպանսիան մեծացել է ու ինքը ինչ որ չափով նաև մեր նման երկրների տեղն է գրավում, որքան էլ մերը քիչ լինի եւ կարծում եմ, որ այո, մեր տնտեսությունը վերադառնում է իր նախկին հիմնական բուն իրավիճակին եւ 26 թվականին, եթե այլ էական կտրուկ բաներ չփոխվեն, ես կարծում եմ, որ մենք կդառնանք այն Հայաստանը, ինչ որ իջև այդ պատերազմի շնորհիվ ձեռք ենք բերել այս 2-3 տարիների ընթացքում։ Մեր հնան կնվազի, հնայաճը, արտահանումները կնվազեն։ Պարոն Մակարյան, բայց պատերազմը չի ավարտվել, պատժամիջոցները իրականում չեն չեղարկվել, ընդհանրապես սկսել են քննարկել չեղարկումը։ Այդ զուգահեռ ներմուծումը ինչ է, հա։ Ասեք ռուբլու կայունանալը արդեն ցույց է տալիս, որ նույնիսկ այդ բանավոր խոսակցությունները առաջացնում են այն հույսեր ու տրամադրությունները, որոնք որ նպաստեցին նույնիսկ ռուբլու կայունանմանը։ Իսկ եթե Թրամփն ու Պուտինը չպայմանավորվեն, վերջնականապես։ Եթե չպայմանավորվեն, դա ուրիշ խնդիր է, դա կարող է նորից նոր հարվածներ առաջացնել, բայց կարծում եմ, որ բոլոր ելույթները, բոլոր կոչերը, հայտարարությունները, որոնք արվում են ԱՄՆ-ի կողմից, դրական են ուղղված Ռուսաստանին։ Դուք այս հարցում լավատես եք։ Ես կարծում եմ, որ այդպես Ամերիկային ձեռնտու է։ Ամերիկային ձեռնտու է, բայց Ռուսաստանին ձեռնտու է։ Դա ուրիշ կանգնեցնել պատերազմը, ստանալ Ղրիմը եւ կանգնեցնել պատերազմը վերջնականապես։ Ես չեմ կարծում, որ միայն Ղրիմով Ռուսաստանը կբավարարվի։ Դե միայն Ղրիմի մասին է գնում խոսքը, որը պետք է պաշտոնապես ճանաչվի ռուսական, որքանով ես հասկանում եմ։ Դե մնացածն էլ կարող է իրենք որոշեն, որ դա լինում է ինչ որ վերահսկելի գոտի, կարող է լինել ավտոնոմ մարզ, կարող է լինել ինչ որ մի այլ կարգավիճակ, որը որ նույնպես կարող է ձեռնտու լինի սկզբի համար Ռուսաստանին։ Պարոն Մակարյան, կա եւս մեկ հարց, որը կուզեի ձեզ հետ քննարկել։ Թրամփի քաղաքականությունը, ֆինանսական, տնտեսական քաղաքականությունը բավականին այսպես երկիմաստ տպավորություն է թողում եւ իրականում ես ուզում եմ ուղղակի այսպես կառուցել հարցը Ամերիկայի տնտեսությունը այն տնտեսությունն է, ինչի՞ է Ամերիկայի արտաքին պարտքը այդքան մեծ, որովհետեւ բոլոր երկրները ուզում են իրենց ներդրումները անեն ԱՄՆ-ի տնտեսության մեջ, գնում են ԱՄՆ-ի պարտատոմսերը, չէ, մեծ քանակով եւ այլն եւ այլն։ Հիմա Թրամփի քաղաքականությունը բերում է նրան, որ նրանք երևի թե դա արդեն չեն անելու, կամ ինձ թվում է, որ չեն անելու։ Եվ այստեղ կա մի հետաքրքիր ցուցանիշ Բայդենի, հա, լեգիսլատորայի տարիներին գնի եւ եկամտի հարաբերակցությունը կազմում էր 25։ Հիմա Թրամփի ժամանակ արդեն իջել է 22 կետ։ Եվ Financial Times-ի կանխատեսումներով նա կարող է ընկնել մինչև 11։ Սա ինչ իրավիճակի կբերի ամերիկյան տնտեսության մեջ եւ արդյոք Թրամփի այդ քաղաքականությունը հնարավոր չէ որ բերի ընդհանրապես ֆոնդային շուկայի փլուզման ամերիկյան։ Ամերիկային, որ ես բերեցի այդ օրինակը, որ մոտարապես 5.2 միլիարդ է իր տրիլիոն է իր արտաքին առևտուրը, որի մեջ ես ասացի, որ արտահանումը քիչ է, ներմուծումը շատ։ Դա երկու պատճառ ունի։ Մի պատճառը բանված է նրանով, որ Ամերիկայում շատ մեծ է ներքին սպառումը, որտեվ ամերիկյան ժողովուրդը մոտ 340 միլիոն պաշտոնական թվերով, նաև շատ գնողունակ ժողովուրդ է եւ հիմնականում այնտեղ լավ են ապրում եւ իրենք ներքին սպառում կա, բայց երկրորդ խնդրեմը, որը բանված է, որ արտահանումը թույլ է, նրանով որ ավելի շատ են հենց դեր ասած դրսի գործարաններով բանալվածություններ, արտադրությունների։ Ենք ուզում է դրանք նվազեցնել հենց այդ մասը սեփական արտադրությունները զարգացնել ավելի ուժեղ եւ դրանով նաեւ կշտկի վաղամիսօր արտահանման այդ տարբերությունը ցուցանիշների, որովհետեւ Չինաստանի
աշխարհի էկոնոմիկաները գրավելը ոչ թե հնարավոր է պարված, այլ նաև նրանով, որ Չինաստանը ավելի շատ է արդեն արտաքին առևտրի մեջ մտել աշխարհի հետ 1 տրիլիոնով ավել եւ ավելի շատ է արտահանում եւ արտահանում է բարձր ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրանքներ, էլեկտրոնիկա, էլեկտրոմոբիլներ եւ այլն, կանաչ էկոնոմիկա եւ այլն։ Իսկ Ամերիկան այդ առումով հետ է ընկել եւ Տրամպը նաեւ բաց տեքստով ասում է, որ չէ, ավտոմոբիլային արտոնաբերությունը պետք է փոխվի, զարգացվի, էլեկտրոնիկան ինքը շատ կախված էր Թայլանդի էլեկտրոնիկայից, հիմա ինքը իր մոտ է հրավիրում այդ գործանը, որ դրվի, չէ, եւ այլն։ Այսինքն այստեղ ժամանակի խաղ է։ Հրավիրում է, բայց թայլանդական բանվորներին ինչքան որ վճարում է ամերիկացուն, այդքան որ վճարի կաշխատի այդ գործարանը։ Դե չէ, ամեն առանցքային հարցը թե սխալվում եմ։ Ամերիկայում մեկ շնչին ընկնող հնան բավականին բարձր է։ 66-70,000 է համարյա, բայց նաև հաշվի առնենք, որ Ամերիկան բուն աշխատավարձից բացի նաև այլ բաներ է կիրառում եւ սոցիալական բաներն են ուժեղ, այնպես որ գրավչություններ կարող է ստեղծել, բայց այստեղ կարևորը նաև ժամանակը։ Այդ ձեր ասած փլուզումը որպեսզի չլինի, կարևոր է թե Տրամպը ինչքան ժամանակ, դրա համար Տրամպը շտապում է պատերազմներ եւ այլն, ուզում է ձեռքերը ազատել, կենտրոնանալ տնտեսության վրա։ Եվ նաև հումք բերել Ուկրաինայից, հումք բերել Ռուսաստանից եւ այլ բաներ ստեղծել հնարավորություններ։ Ով արագ կլինի, այստեղ սա է խնդիրը։ Հիմա Ուկրաինան բեռի պես կախված է փոչից, ինքը ասել է ու այդ բեռը անդադ ծանր մնում է ու ինքը վերջերս հայտարարեց, չէ՞, Տրամպը նաև որ ավելի կարծես թե բարդ էր, քան ինքը կարծում էր եւ երկրորդը, որ եթե Ուկրաինան համապատասխան քայլեր չանի, գուցե ինքը խաղից դուրս կգա։ Այդ դեպքում կթողնի Ուկրաինային Ռուսաստանի դեմ եւ իր խորհրդականների խմբի ղեկավարներ չէ հայտարարել, որ արդեն ԱՄՆ, Անգլիան եւ Ֆրանսիան թող շարունակեն օգնել այդ դեպքում եւ այլն։ Բայց իր նաեւ մաքսատուրքերը դուք տեսնում եք, որ շատ պետություններ հաշտվեցին կամ խնդրում են բանակցել, օրինակ Հարավ Կորեան խնդրեց հանել ընդհանրապես, բայց դրա փոխարեն խոստացավ նավաշինության բնագավառում օգնել Ամերիկային վերականգնելու իր Չինաստանը չի խնդրում ամենակարևորը Չինաստանը հայտարարում է Տրամպը ամեն օր հերոսային կապի մեջ է։ Ես կարծում եմ, որ Չինաստանը դա լեզու կգտնեն։ Իրենք ծառայի դեպքում ոչ թե ամբողջությամբ, այլ ցուցակներ էլ իրենք երևի կկազմեն երկկողմանի եւ այդ ցուցակներով կհաշտվեն ով ինչ է սանկցիավորում։ Բան Մակարյան կա եւս մեկ հարց, ես անձամբ շատ այնց հետաքրքիր, անդադ շահարկվում է պետական պարտք ԱՄՆ-ում, որը հասնում է 36 տրիլիոն դոլարի եւ ասվում է, որ դա ամենամեծ պետական պարտքն է։ ԱՄՆ-ի։ Այո։ Հա։ Այն դեպքում, երբ որ GDP-ն ԱՄՆ-ի ընդամենը 28 տրիլիոն է։ Այո, մոտավորապես։ Սա ինչ է նշանակում իրականում։ Ես ձեզ ասեմ, միայն ԱՄՆ-ը չեն, մի քանի երկրներ կան, որ իրենց արտաքին պարտքը գերազանցում է։ Բայց այդ պետությունները ունեն շատ մեծ երաշխավորություն, այսպես ասած, պատկերը մարելու իրենց հզոր զարգացող տնտեսության շնորհիվ, ոչ թե փլուզվող եւ ոչ թե հետադիմող։ Դրա համար կարողացել են վերցնել։ ԱՄՆ-ն միակը չի, այնտեղ մոտավորապես 3-4 երկրներ կան, ես հիշում եմ այդ ցուցակով, որ էլի իրենք գերազանցող գումարներ են վերցրել արտաքին պարտքի։ Հիմա այդ արտաքին պարտքն էլ այն ժամանակներում վատ ծախսվել։ Եթե մենք նայենք այն ինչ որ Տրամպը ասում է, որ վերցվել են տարբեր ծրագրեր, տարբեր միջամտություններ, տարբեր երկրների համար չգիտեմ ինչեր են արել, ներքին կյանքին են միջամտել կամ ասենք թե օգնել են եւ այլն, այդ բոլոր գումարները ուղղակի բեռը ավելացրել են։ Հիմա իմ կարծիքով Տրամպի այս քաղաքականությունը նաեւ դուր կգա այդ միջազգային կառույցներին, որոնք որ նոր լրացուցիչ երաշխիքներ կստանան իրենց համար այդ գումարները մարելու տեսանկյունից, որտեղ եթե նա իր տնտեսությունը սկսի ավելի հզորացնել, ես կարծում եմ, որ Տրամպը ցանկություն կունենա իր հնան առնվազն հասցնելու 35 տրիլիոն դոլարի։ Հիմա եթե 28 է։ Որպեսզի իրենց հարաբերությունները Չինաստանի հետ համարը երկու անգամ տարբերվեն։ Եվ ինքը ավելի երկար ժամանակ հանգիստ լինի, որ այլևս այդ մրցակցությանը պետք չի մրցակցությանը պայքարել։ Իսկ իր բռնած ճանապարհը ինչպես կգնահատեք այդ ուղղությամբ, ճիշտ ճանապարհի վրա է։ Մի քիչ այսպես քաոտիկ բնույթ են կրում, մի քիչ սումբուրնի ոնց որ ասում են ռուսերեն, այդ քայլերը որոշակի, բայց նաև տեսնում եմ, որ երբ որ սկսում ենք նյութերը կարդալ կամ ավելի խորանալ, ոչ միայն այստեղ, այլ նաև ԱՄՆ-ի հրատարակվող կամ դրսում մենք տեսնում ենք, որ ինքը դրա պատճառները ունի։ Այսինքն ինքը տիրապետում է, այնպես չի որ չի տիրապետում։
տիրապետում է խնդիրներին եւ այդ խնդիրները ուզում է լուծել։ Ուրիշ բան է, որ խնդիրների լուծման ուղիները կարող է այդքան էֆեկտիվ չեն կամ մի քիչ շտապողական են։ Շնորհակալություն պարոն Մակարյան, շատ հետաքրքիր զրույցի, ձեր վերլուծության համար, որը իրականում շատ փակագծեր բացեց, ես կարծում եմ։ Մեր հյուրն էր սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։